տրնդես։ Մի զրկեք նորապսակներին Աստծու օրհնությունից։ Եվ մինչ Աստվածաշնչից հատվածներ ընթերցելը, ուզում եմ բոլոր տրնդեզը տյառն ընթառաջ դարձնող մարդկանց անկեղծ հարց տալ։ Արդյոք դուք չգիտեք, որ տրնդեզը հեթանոսական տոն է։ Անկեղծ։ Չեմ ուզում բանավիճել ևս ընդհանրապես, ես դեմ եմ, երբ որ անգամ Քրիստոսին պաշտող մարդիկ, ճշմարիտ վարդապետության մարդիկ, այս մոլորեսնողների գրառումների տակ ինչ-որ բաներ են գրում, փորձում են հակառակը ապացուցել։ Պողոս առաքյալը հստակ խոսք ունի բանավեճի մասին, ասում է, մեկ անգամ ասեցիր, չընդունեց, երկրորդը ասա եւ այլևս մի շարունակիր։ Մոլորեսնողների հետ բանավեճը անիմաստ է եւ քրիստոնյաները չպիտի մտնեն այս բանավեճերի մեջ։ Ես ուզում եմ ուղղակի եղբայրական, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ մոլորվում են, չէ՞, հիշում եք վերնագիրը, մի զրկեք նորապսակներին Աստծու օրհնությունից։ Այն մարդիկ, որ մոլորվում են լսելով այդ ծուռ վարդապետության ուսուցիչներին, իրենք մեր եղբայրներն ու քույրերն են, մեր հարազատներն են, մեր բարեկամներն են։ Եվ եկեք այսօր անկեղծ լինենք։ Հեթանոսական է, ես շատ հստակ եմ հարցը տալիս, հեթանոսական է արդյոք կրակի վրայից թռնելը, թե քրիստոնեական։ Իհարկե, եթե մենք ուզում ենք տյառն ընթառաջի տոնել, տյառն ընթառաջը բացատրությունները կա, կարող եք ինտերնետում շատ նայել կամ լսել, տյառն ընթառաջը դա մանուկ Հիսուսին, երբ որ տանում են տաճար ընծայինման, ասում են, որ նրան ընթառաջ դուրս եկան եւ մանուկների պիտի որ ըստ էության, եթե ամբողջ պատմությունը մանուկ Հիսուսի ընծայինման տոններ, պիտի որ ըստ տրամաբանության լինի, ասենք, մանուկների օրհնության օր այդ օրը։ Բայց այսպես լավ եկեք ասեմ սա, ինչպես են կրակը բերում այդտեղ, ասում են գիշերով տարան, հետո կրակներով դուրս եկան, անգամ, իհարկե գիշերով չեն տարել, իհարկե կրակներով չեն դուրս եկել, որովհետև գիշերով չէին տանում այդ արարողությունը հրեական սովորության համաձայն գիշերով չէր արվում եւ կրակներով չէին դիմավորում, բայց անգամ եթե ընդունում ենք սա, որտեղ է այս պատմության մեջ նորապսակների կրակի վրայից թռնելը։ Եվ մենք պիտի քաջություն ունենանք, գոնե Աստծուն հավատացող մարդիկ պիտի քաջություն ունենան, ասելու, որ կրակի վրայից թռնելը հեթանոսական է։ Եվ այստեղ մեծ խորը գիտելիք պետք չի, սա միհր չաստծու պաշտամունքն է։ Եվ անգամ ես երբ որ նյութերը կարդում էի, գիտեք հեթանոսներ կան, հեթանոսները նեղանում էին, որ իրենց տոնը վերցրել են եւ քրիստոնեացրել են։ Ինչպես է հնարավոր դա։ Եկեք Աստվածաշնչից կարդանք, որովհետեւ այն հատվածը, որ ես կկարդամ, շատ նման է մեր այսօրվա իրավիճակին։ Եվ սա գրված է 4 թագավորաց 17-րդ գլխի 17-րդ գլխում մի հատված կա, որ նկարագրվում է սամարացիները, գիտեք, սամարացիների մասին շատ ենք կարդացել, հրեաները սամարացիների հետ չեն շփվում, իսկ գիտեք ինչպես են առաջացել սամարացիները։ Սամարացիները, երբ որ Ասորեստանի թագավորը գրավում այդ տարածքները, բերում է տարբեր երկրներից մարդիկ այդտեղ բնակեցնում, եւ նրանց, այսպես ամեն մեկը իրենց կուրքերն են այդտեղ կառուցում, իրենց աստվածներին են պաշտում, եւ քանի որ Աստծու ընտրած տարածքում հեթանոսությունն էր, այսպես բարգավաճում, պատիժ է գալիս իրանց վրա, եւ Ասորեստանի թագավորը ասում է մի հատ այդ տեղի կրոնի քահանա գտեք, ուղարկեք թող սովորեցնի այս մարդկանց, եւ քահանաները գալիս են
ճշմարիտ հավատքն են իրենց սովորեցնում, բայց այս ժողովուրդը ավելի շատ կարճած էր իրենց ազգերի սովորույթներին, քան թե ճշմարիտ Աստծո պաշտամունքին։ Եվ 4 Թագավորաց 17:33-ում կարդում ենք. նրանք Տիրոջն էլ էին պաշտում, սակայն իրենց աստվածներին էլ էին պաշտում, ըստ այն ազգերի սովորության, որտեղից իրենք բերվել էին։ Մինչև այսօր էլ նրանք առաջվա սովորությունների պես են անում, չեն պաշտում Տիրոջը եւ ոչ էլ հնազանդվում են այն կանոններին, իրավունքներին, օրենքներին ու պատվիրանին, որ Տերը պատվիրեց Հակոբի որդիներին, որի անունը Իսրայել դրեց։ Հետաքրքիր է, որ ուշադիր լինենք այստեղ ինչ է ասում։ Ասում է Տիրոջն էլ էին պաշտում։ Իրենց աստվածների սովորության պես էլ էին գնում։ Հաջորդ խոսքում ասում է, բայց իրականում Տիրոջը չէին պաշտում։ Որովհետեւ Աստծո ասածով չէին անում, այլ իրենց հեթանոսական սովորություններով էին անում։ Եվ Տերը նրանց հետ ուխտ էր արել եւ նրանց պատվիրել էր ասելով. մի պաշտեք ուրիշ աստվածների եւ մի երկրպագեք նրանց մի ծառայեք եւ զոհեր մի մատուցեք նրանց, այլ պաշտեք միայն Տիրոջը, որը ձեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից հզոր ուժով եւ մեկնած բասկով, նրան պաշտեք, նրան երկրպագեք եւ նրան զոհ մատուցեք։ Եվ միշտ պահեք ու կատարեք այն կանոններն ու պատվիրանները եւ այն օրենքն ու հրամանը, որ գրել է ձեզ համար, եւ մի պաշտեք ուրիշ աստվածների, եւ մի մոռացեք այն ուխտը, որ ես արել եմ ձեզ հետ, եւ մի պաշտեք ուրիշ աստվածների, այլ պաշտեք ձեր Տեր Աստծուն, եւ նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիներից։ Բայց նրանք չհնազանդվեցին, այլ վարվեցին իրենց առաջվա սովորությունների պես։ Ուրեմն այս ազգերը եւ Տիրոջն էին պաշտում եւ ծառայում էին իրենց կուռքերին, նաեւ իրենց որդիները եւ իրենց որդիների որդիները, ինչպես իրենց հայրերն էին անում, իրենք էլ այնպես անում են մինչեւ այսօր։ Ես որ կարդացի այս հատվածը, ասի Տեր Աստված, այսօրվա այս հեթանոսախառը քրիստոնեության քարոզիչները ասում են, հիմնավորումը սա է, մեր հայրերն են այսպես արել։ Եվ այստեղ էլ գրվածը համ Աստծուն էին պաշտում, համ իրանց սովորույթներն էին պահում հեթանոսական։ Հետո էլ ասում էին, իրենց հայրերն են այսպես արել։ Իրանց որդիներն էլ, իրանց որդիների որդիներն էլ։ Հիմա եթե կրակի վրայով թռնելը հեթանոսական է, ինչպես ենք մենք դա տեղավորում մանուկների օրհնություն հանդիսացող այս տոնի մեջ։ Ինչու ենք մենք հայրերի հեթանոսական սովորությունը քրիստոնեացնում։ Ես մարդիկ եմ լսել, որ ասում են, ես կրակի վրայով որ թռնում եմ, ես անարգում եմ կրակի Աստծուն։ Այդպես չի։ Այդպես չի։ Որովհետև կրակի վրայով թռնելը ժողովուրդը գիտի ինչի համար է։ Ասում են ցավն ու չորը, այսպես ժողովրդական լեզվով ասած, մնում է այնտեղ, տանում է։ Վրայից հեթանոսական աղբյուրներից էի կարդում, ասում է, որ ամուլ կանայք, որ երեխա չեն ունենում, իրենց վրայից պոկում էին, ծանոթ չի, իրենց վրայից մի շորից մի թել էին հանում ու խանձում էին այդտեղ, եւ որպիսի այդ կրակի զորությունը իրենց երեխա պարգևի։ Հետո այդ մոխիրը շաղ էին տալիս դաշտերով, որ բերքի Աստված իրանց բերք պարգևի։ Հիմա ում ենք մենք հուսացած։ Պտտվում էին կրակի շուրջ, որ օրհնվեն։ Ամուր ձեռքերը բռնած էին թռնում կրակի վրայով, որպիսի այդ կրակի Աստվածը իրենց ընտանիքին ամրություն տա։ Չեք տեսնում այսօր։ Երկրորդ Օրինաց 18:9-ում գրած է, որ երբ որ մտնես քո Տեր Աստծու քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին։ Հեթանոսությունը Աստծու համար այնտեղ սովորույթներն է թվարկվում, եւ այդ սովորույթների մեջ կա նաեւ գուշակությունը, սնահավատությունը։ Երբ որ դու մտածում ես, որ կրակը քո թելը խանձեց կամ կրակի վրայով թռար, պիտի երջանիկ լինես, կամ չգիտեմ, երեխա չես ունենում, երեխա պիտի ունենաս, կամ կրակի Աստված, կամ գիտեմ, որ մարդիկ շատ ժամանակ չհասկանալով են սա անում։ Բայց գոնե հասկացողները պիտի ասեն,
Աստծուն հուսացեք, կրակը, խանձվելը, պտտվելը, մոխիրը չի, որ ձեզ օրհնելու է։ Այս մարդիկ չհասկանալով են անում, բա հասկացողները փորձում են հեթանոսությունը քրիստոնեության տեղ ներկայացնել։ Իսկ Աստված ասում է, չանես այդ ազգերի հեթանոսական սովորույթների պես, դրանք գարշելի են իմ առաջ։ Ղևտացիներ 20:23-ը մի հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները եւ ես զզվեցի նրանցից։ Տեր Աստծու համար, պատկերացրեք արարիչ Աստծու համար, որքան բառ օգտագործում էստեղ, զզվելի է, երբ որ տեսնում է իր կողմից արարված մարդը, աղոթք անում մարդու կողմից ստեղծված կուռքի։ Մի արեք դա։ Կա մեկ Աստված, չկան շատ աստվածներ, չկան մեր հայկական աստվածները, մեր սրտին հարազատ աստվածները, կա մեկ Աստված, որ ամբողջ մարդկության Աստվածն է։ Չկա հրեաների Աստված, հայերի Աստված, կա մեկ Աստված, որ Աստվածաշնչի մեջ փոխանցեց իր խոսքը, որ իր խոսքի միջոցով ճանաչենք իրեն եւ ճանաչենք իր պայմանները։ Ինքը ասում է, ես քո առաջ եմ դնում, հնազանդություն կընտրես, իմ խոսքին կօրհնվես։ Կգնաս այս ազգերի սովորույթներով, պատիժ կգա քո վրա։ Մի զրկեք նորապսակներին։ Գիտեք, մարդիկ նոր ճանապարհ են սկսում, կյանք են սկսում։ Եվ այս ազգի սովորությունը, այս պապերի սխալ սովորությունը, որ հեթանոսությունը բերել է քրիստոնեության մեջ, սխալ հիմք է դնում այդ նոր ստեղծվող ընտանիքին։ Ես ամբողջ սրտացավությամբ եմ սա ասում, ով կլսի, ով կշարունակի, ով կուզի սամարացիների պես համ Աստծուն պաշտի, համ իրան քրիստոնյա կոչի, համ կրակի վրայով թռնի, համ էլ կրակի վրայով թռնելը մեկ էլ արդարացնի ու հիմնավորի, չգիտես ինչ առասպելներով ու հորինվածքներով, ոչ մի կերպ, աշխարհի ոչ մի իլյուզիոնիստ չի կարա Տյառն ընթառաջի պատմության մեջ կրակի վրայով թռնելը դնի ու ինչ-որ հիմնավորում անի։ Հնարավոր չի, ինչ հնարք ուզում եք արեք։ Մենք պիտի տղամարդկություն ունենանք ասելու, որ սա հեթանոսությունից վերցրած բան է եւ վերջ։ Եվ պիտի կարողանանք Աստծո խոսքը կարդալ, որ ասում է՝ մի հետևեք հեթանոսական ծեսերին, սովորույթներին։ Դրանք գարշելի են Տիրոջ առաջ։ Եվ վերջին համարը կարդամ, շատ հետաքրքիր սրտիս եկավ այս տեղը, հիշում էի ու ընթացքում որոնում էի, որ գտնեմ Եղիա մարգարեն, երբ որ ամբողջ Իսրայելը ապականվել էր, սա Աքաբի եւ Հեզաբելի ժամանակներն էր, երբ որ համ Աստծուն էին պաշտում, համ կուռքերին։ Եղիան մոտենում է ամբողջ ժողովրդին եւ ասում, 3-րդ Թագավորաց 18:21-ն ասա. «Մինչև երբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա։ Եթե Տերն է Աստված, գնացեք նրա հետևից, եթե Բահաղն է, նրա հետևից գնացեք»։ Բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։ Հիմա ես եմ ասում, հիմա ոչ միայն ես, Քրիստոսին պաշտող, Քրիստոսին հավատացող, Աստվածաշնչին հավատացող, յուրաքանչյուր մարդու ձայնը լսեք, աղաղակը լսեք։ Այս ժողովուրդը թանկ է մեզ համար։ Մենք այս ժողովրդի մասնիկն ենք։ Այդ նորապսակները մեր հարազատներն են, մեր բարեկամներն են, մեր ազգակիցներն են։ Եթե Աստվածաշնչի հեղինակ, արարիչ Աստվածն է Աստված, իրան պաշտեք։ Եթե ձեզ պայտը, փուշը, աչքի ուլունքը, տրնդեզի կրակը, չգիտեմ ինչը պիտի օրհնություն բերի, պաշտեք դրանց։ Կողմնորոշվեք երկու ոտով կաղ, տեսել եք երկու ոտի կաղ, մի կաղացեք երկու ոտով, կողմնորոշվեք, Աստվածաշնչին ենք հավատում, քրիստոնյա ենք, եկեք Աստվածաշնչով շարժվենք, Աստվածաշունչը ասում է, մի արեք այդ ազգերի հեթանոսական սովորույթներով, մի արեք, դա ինձ դուր չի գալիս, դուք ձեր օրհնությունն եք կորցնում, շատ հույս ունեմ, որ
տրնդեզը ի վերջո կդառնա տյառն ընթառաջ, որովհետև հրաշալի տոն կարող է լինել երեխաների օրհնության տոնը, եւ մենք միաբան կտոնենք այդ տոնը, տյառն ընթառաջը, եթե կրակի վրայից թռնելու հեթանոսությունը դուրս գա այդտեղից, եթե կրակի շուրջ պտտվելու հեթանոսությունը դուրս գա այդտեղից, եւ մենք պիտի անկեղծորեն ասենք, որ այս երկուսը իրար հետ որքան էլ փորձենք համատեղել, ինչպես սառած յուղը ջրի մեջ չի լուծվում, այնպես Աստված թույլ չի տալու երբեք, որքան էլ հմտորեն աճպարարները փորձեն ներկայացնել, որքան էլ հմտորեն փորձեն ծուռ վարդապետություն ուսուցանողները առասպելների միջոցով, ավանդույթների միջոցով ներկայացնել, երբեք հեթանոսությունը քրիստոնեության հետ չի միաձուլվելու, սրանք իրար հակասող երևույթներ են, տարրեր են, որոնք երբեք չեն կարող համագոյություն ունենալ, երբեք, եւ մենք պարտավոր ենք, քանի որ սիրում ենք ժողովրդին, քանի որ ել եմ ասում, մեր սրտի կտորն են, մեր հարազատներն են, մեր բարեկամներն են, մի զրկեք նորապսակներին Աստծո օրհնությունից, եւ այդ նոր սկսվող ընտանիքների հիմքում մի դրեք այն, ինչը որ Աստված ասում է, ես զզվում եմ դրանից, եւ ժամանակն է, որ դադարենք երկու ոտքով կաղալուց, հիշում եք ինչ էր գրած, դարձեք Տիրոջը, պահեք պատվիրանները, եւ Աստված ձեր թշնամիներին կքշի ձեր երկրից, եւ մենք մեր ազգը կարիք ունի դառնալու Քրիստոսին, քրիստոնյա ազգ, եկեք դարձի գանք ու հավատանք Աստվածաշնչի գրածներին։ Երկրորդ օրինացի հատվածը 18-9, որ կարդացի, որ ասում է չհետևես այս ազգերի գարշելի սովորություններին, դրանից հետո թվարկվում է այդ սովորությունները։ Եվ վերջում 15-րդ խոսքը, այս հատվածի վերջում գրված է քո Տեր Աստված, քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի, Մովսեսն է ասում։ Քո Տեր Աստված, քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար, նրան լսեք։ Մենք գիտենք, որ այս մարգարեությունը Տեր Հիսուս Քրիստոսի մասին է։ Եկեք նրան լսենք։ Եկեք ուրիշ ոչ մեկի չլսենք։ Եկեք Տիրոջը լսենք, հեթանոսությունը հեռացնենք մեր կենցաղից, տրնդեզը հեռացնենք տյառն ընթառաջից, եւ եթե պետքա մանուկների տոն լինի քրիստոնեական մանուկների օրհնության տոն, եթե պետքա լինի նորապսակների տոն, լինի քրիստոնեական նորապսակների օրհնության տոն, եւ մենք Աստծո օրհնությունը խնդրենք, այլ ոչ թե կրակի։ Թող Աստված իմաստություն տա յուրաքանչյուրիս։ Աստված երբեք ոչ մեկի չի մղում, այսպես չի բռնում ձեռքից ու քաշում առաջ, ասում է քո առաջ եմ դնում կյանքը, մահը, օրհնությունը, անեծքը, բայց հուշում է տալիս։ Ընտրիր կյանքը, որ ապրես։ Ընտրիր Աստծուն հնազանդությունը, որ քո ընտանիքը լինի օրհնված։ Շատ հույս ունեմ, որ այս խոսքը կհասնի նորապսակներին եւ շատ հույս ունեմ, որ մոլորեսնողները այլևս չեն կարողանա մոլորեսնել, որովհետեւ ժողովուրդը գիտություն ունի եւ որքան էլ փորձեն չեն կարա կրակի վրայից թռնելը դարձնեն քրիստոնեական։